ինչպես ամբողջ աշխարհի հայությունը եւ շատ ոչ հայերեն իմանում են ապրիլը ցեղասպանության տարեդարձն է այս տարի 110-րդ ամյակն է եւ գրեթե աշխարհի բոլոր երկրներում համայնքներում նշում են ցեղասպանության տարելիցը եւ անշուշտ մենք Միացյալ Նահանգներում ենք այստեղ նշում են եւ ամենամեծ ցերնարգը թրկական հիվանդոսարանի առաջ է ապրիլ 24-ի օրը որոշ տարիներ բազմահազար տասնյակ հազարավոր հայրամյակին 150,000 հայ մասնակցել են այդ միջոցառման երկրորդ գլխավոր կարևոր միջոցառումը Մոնտեբելոյ է որը մեծ ցեղասպանության գոտող հուշարձան դեռ հավաքում են մոտ 50 տարի է գոտող է դեռ ամերիկյան պետական հողատարածքի վրա է ինչ որ բացառիկ բան է եւ այսպես բոլոր ամերիկայի տարբեր նահանգներ քաղաքներ միջոցառումներ ունեն անշուշտ ես երկար տարիներ է իվեր միշտ ելույթ են ունենում ինձ հրավիրում են գարձեմ եղել եմ մոտավորապես 30 երկիր ապրիլ 24-ի օրերին այս տարի էլ բացառություն չի ինձ հրավիրել են ամսուն ապրիլի 6-ին եւ 7-ին ելույթ ունենալու Բոստոն ուրեմն Բոստոնի ապրիլ 6-ի ցերնարգը հովանավորվում է մոտ 10 հայկական գազམ་ների կողմից Բոստոնի այնտեղ ես ելույթ եմ ունենալու մի հետաքրքիր նյութով մագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման 40-ամյակն է այս տարի այդ դեպքը պատահեց 85 թվականին այդ տարիներին ես Ժնևայում էի աշխատում էի ամերիկյան ընկերությունում եւ այդ առիթով մագի մարդկային իրավունքների բաժանմունքը գտնվում է Ժնևում ուրեմն ես ամեն տարի գնում էի մասնակցում էի այնադեն Հայաստանը անկապություն չէր եւ ես մասնակցում էի որպես NGO մագը ճանաչում է որոշ NGO-ների որ կարողանան ներկա լինել եւ ելույթ ունենալ մագում տեսանների նման բայց ի դարբերություն տեսաններին NGO-ները անշուշտ քվեջ ունեն որտեղ բերություն չեն ուրեմն ես սկսա մասնակցել 78 թվականից մինչև 85 հետեւալ մի անշատ մասնակցություն ունեցա 88-ին Սումգայիթի չարտերի առիթով ուրեմն ամփոփ ասեմ մագի մարդկային իրավունքների ենթահասնախումբը մի զեկուցաբեր նշանակել էր ապրիլից որ մի ուսումնասիրություն պատասխանեց ցեղասպանության մասին ինքը սկիզբը 73-ին նշել էր հայոց ցեղասպանության եղելությունը բայց հետո թրքական ճնշումների դակ սպառնալիքների դակ գաշարքի դակ այդ զեկուցաբերը հանեց հայոց ցեղասպանության նշումը հետո արիներով ես պայքարեցի ինձ հետ պայքարեցին նաև հայդատի հանձնախումբի ներկայացուցիչ Լիբանանից պրոֆեսոր Շավարժ Թորիկյանը որոշ տարիներ ինքը կարողացավ ներկա լինել մյուս տարիներին ես մենակ էի անում այդ գործը եւ վերջապես հաջողեցանք մի նոր զեկույց պատրաստել նոր զեկուցաբերի կողմից անգլիացի Բենջամին Ուիտեկերը եւ այդ զեկույցը ընդունվեց հակառակ 1001 թրքական ճնշումներին եւ Թուրքիո տաշնակից երկրների ճնշումներին բավական թեժ պայքար էր որտեղ Թուրքիան հզոր մեծ պետություն է մագի անդամ է իսկ ես NGO-եմ ոչ մի պետություն չեմ ներկայացնում մագը NGO-ներով գազམ་ություն չէ այլ պետությունների գազམ་ություն է բայց այդ թեժ պայքարներն հետո հաջողեցանք 85 թվականին քվեի տրվեց այդ զեկույցը ներառելով հայոց ցեղասպանության մասին նշումը եւ քվեի արդյունքը եղավ չախշախիչ 14 քվե ի նվաստ
1 քվե հագարակ եւ 4 ծերմբա ուրեմն դա ամփոփ պատմությունն է այդ մագի ցեղասպանության ճանաչման դժբախտաբար մեր ժողովրդի մեծ մասը չի իմանում այդ մասին հուսամ ուրիշ առիթներ կլինի այս մասին խոսելու ուրեմն դա գիրագի օրվա ապրիլ 6-ի ելույթն է հաջորդ օրը ապրիլի 7-ին Սուրբ Հակոբ եկեղեցում ելույթ ունեմ մի դարբեր նյութով թե ցեղասպանության առնչությամբ բայց մագի հետ կապ չունի ցեղասպանության ճանաչման եւ արդարության բանջի մասին եմ ելույթը ապրիլի 7-ին երեկոյան Watertown Massachusetts նահանգում ուրեմն երկու ելույթները հետո վերադառնալու եմ Los Angeles երեքշաբթի օրը նույն շաբաթավերջին շաբաթ օրը ամսին 13-ն կարծեմ որ ինձ հրավիրել են ելույթանալու Գլենդելում Իրաքահայ միությունը ոչ թե Իրանահայ այլ Իրաքահայ միությունը ցեղասպանության ճանաչման մասին ուրեմն դա երրորդ ելույթն է չորրորդը ինձ հրավիրել են ապրիլ 26-ին Ատլանտա Ջորջիա նահանգը այդտեղ մի կոնֆերանս կազմակերպել է դեղական հայկական եկեղեցին որտեղ մասնակցելու են հույներ ասորիներ քյուրդեր եւ հայեր ես ներկայացնելու եմ հայ ցեղասպանությունը իսկ մյուսները իրենց ցեղասպանությունները ուրեմն այդքան մեծ համակ չկա բայց կան մոտ 500 ընտանիք եւ այդ լավ կապար ունեցել եմ որ այդ կոնֆերանսը կազմակերպեն որ մասնակցելու եմ ուրեմն այս են իմ այցելությունները եւ ելույթները նաեւ ուզում եմ այս առիթով խոսել մի քիչ ավելի լուրջ հարցի մասին ցեղասպանության հաջորդ քայլերի մասին ուրեմն մենք դասամյակներ եւեր անընդհատ խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին եւ լավ որ դա արել ենք որովհետեւ եթե դա չանեինք այսօր ոչ մեկ աշխարհում չէր իմանալ որ 110 տարի առաջ ցեղասպանություն եղել է հայոց դեմ եւ թուրքերը անշուշտ պիտի ուրախ լինեին որ ոյ մեկը չի այդ մասին բայց շնորհիվ սպիրկը հայության այդ ճանաչման աշխատանքը heavy որ արվել է 50 60 70 տարի է իր արդյունքը դվել է 30 երկրներից ավելի ճանաչել են հայոց ցեղասպանությունը ինչպես քիչ առաջ ասացի մագը ճանաչել է եվրոպական խորհրդարանը ճանաչել է եւ երկար տարիներ փորձում էինք որ ամերիկյան նահանգը ճանաչի ուրեմն 2021 թվականին Բայդենը ճանաչեց ցեղասպանությունը բայց շատ մարդիկ չեն իմանում որ Բայդենի ճանաչումը առաջինը չէր երկրորդն էր 1981 թվականին նահանգ Ռոնալդ Ռեյգանը ինքը մի հայդարարքիր ստուակրել էր որտեղ խոսում էր հայոց ցեղասպանության մասին դա առաջին նշումն էր նաև ամերիկյան կոնգրեսը 4 դարբեր դարիներին բանացև ընդունել է որտեղ հիշատակում են հայոց ցեղասպանությունը 75 թվականին ներկայացական դունը 84 թվականին նորից ներկայացական դունը հետո 2019-ին թե ներկայացական դունը եւ թե սենատը 100-0 քվեարկությամբ այսինքն լրիվ գազմով այո քվեարկել են իսկ ներկայացական դունը մոտ 95% այո քվեարկությամբ նաեւ պետք է հիշեմ նաեւ մի այլ բացառիկ մի բան որ մեր ժողովուրդը չի իմանում ուրեմն 1951 թվականին ամերիկյան կառավարությունը Իրանով մի զեկույց ուղարկել է միջազգային դատարան համաշխարհային դատարան որտեղ խոսում է ցեղասպանության մասին ընդհանուր ձևով նաև նշում է հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության օրինակ ուրեմն այդ մենք այդ տարիներին մենք դակավին կենթանի չէինք մեզ մի առաջ է բայց եթե իմանայինք որ 51 թվականին ամերիկյան կառավարությունը արդեն ճանաչել է ցեղասպանությունը հավանաբար մի այլ ձևով
մեր ուղղությունը ճշտեինք եւ աշխատեինք ավելի լուրջ հարցեր ցեղասպանության ճանաչման հաջորդ քայլերի մասին ուրեմն չէինք իմանում մեծ որ փորձում էինք բոլոր նախաններուն թիմել կոնգրեսին թիմել եւ այլն ինչ որ այդ բոլորը հիմա արվել է հիմա գնայ ուզեմ անդրադառնալ թե այսքան ճանաչում են հետո արդեն ճանաչվել է իսկ այդ մի քանի երկրներ որ մերժում են ճանաչել օրինակ Անգլիան Իսրայելը իրենք չեն ուզում ճանաչել ոչ թե որտեվ կասկած ունեն որ ցեղասպանություն չի եղել իրենք շատ լավ իմանում են ցեղասպանություն եղել է բայց իրենք քաղաքական արևդուրի հաշիվներ ունեն Թուրքիո հետ այդ է բաժարը որ չեն ուզում այո ցեղասպանության բաժարով Թուրքիո հետ հարաբերությունները խանգարել թեև վերջին տարիներին Իսրայելի եւ Թուրքիո հարաբերությունները շատ վատ են եւ մի քանի անգամ էլ ցեղասպանության մասին նշում եղած է Իսրայելի որոշ պաշտոնյաների կողմից բայց դակավին սպասում ենք իմ կարծիքով շատ ցավալի է որ Իսրայելի կառավարությունը որ իր ժողովուրդը զոհ եղել է ցեղասպանության Գերմանիո մեջ Իսրայելի կառավարությունը մերժում է ճանաչել հայոց ցեղասպանությունը երբ որ ինձ հրավիրել էին 2015-ին Իսրայել որ ելույթ ունենամ հայոց ցեղասպանության մասին այդտեղ մի խոսք որ ուզում եմ գրտնել այդտեղ հարյուրավոր իսրայելցի պրոֆեսորներ կային այդտեղ իմ ելույթում ասացի որ իսկապես ես շատ վատ եմ զգում որ Իսրայելը դակավին այսքան տարի չի ճանաչել ցեղասպանությունը Իսրայելը ոչ թե պետք է լինի վերջին երկիրը որ ճանաչի ցեղասպանությունը այլ որպես ցեղասպանության զոհ երկիր իրենք պետք է լինեին առաջինը որ ճանաչելու էին այո ցեղասպանությունը ուրեմն սպասենք իմ կարծիքով մենք պետք չունենք Իսրայելի ճանաչման սպասելու կամ Անգլիո բավական ճանաչում ունենք հիմա որ պետք է մենք զրակրենք մտածենք որովհետեւ մենք հետապնդենք մեր իսկական բանջները որովհետեւ ցեղասպանությունը հարելի մի դեպք է որ բադայել է աղետ է բայց ճանաչումը բանջ պետք է լինի բանջ պետք է լինի որ մենք վերստանանք մեր բոլոր գորուսների հադուցումը վերստանանք Արևմտյան Հայաստանը մեր հողերը անհատական եւ համայնքային եւ ազգային Պարոն Սասկյան, իսկ Թրամփի ադմինիստրացիայից ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ուրեմն ինչ վերաբերում է Թրամփին ես կարծեմ որ Թրամփը անելու է անգամ եւս ճանաչելու է հայոց ցեղասպանությունը որ ինքը անցյալ անգամ չէր ճանաչել եւ 2020-ին էր որ դակավին Բայդենը 21-ին ճանաչեց ուրեմն հիմա որ նախագահ է եւ ցեղասպանություն ճանաչվել է նախագահումից ես անգալում եմ սպասում եմ որ Թրամփը մի հայտարարություն կանի ապրիլ 24-ին նշելով ցեղասպանություն բառը շատ զարմանալի դիտել է թե չանի որովհետեւ բաժար չկա որ չանի Թուրքիո հետ որոշ խնդիրներ կան թեև Թրամփը հաջող մեծ կովասանքով արտահայտվում է Էրդողանի մասին բայց հիմա Էրդողանը շատ վատ վիճակում է Թուրքիան էլ վատ վիճակում է եւ որոշ հարցեր կան Ամերիկա-Թուրքիա հարաբերություններում սովորի բաժար չկա որ Թրամփը ցեղասպանություն չճանաչի եւ ինքը ավելի հերու չի գնալու այդ է որ մենք սպասում ենք Թրամփից որ ճանաչի ցեղասպանությունը բայց մենք ավելի մեծ զրակիր ունենք որ ցեղասպանությունը ճանաչման անտին հադուցում ստանանք եւ դա անելու համար մի մեծ խոչընդոտ կա որովհետեւ երբ որ մի ոչիր է բադահում ամերիկյան օրենքով մի 7 տարի ունես որ այդ ոչիրի համար թադարան կնաս ցեղասպանության ոչիրը կատարվել է 110 տարի առաջ ուրեմն 7 տարին վաղուց անցել է ուրեմն պետք է մեր լոբիստական գազམ་ագերությունները գնան ամերիկյան կոնգրես այդտեղ ոչ թե
բանացև փորձեն առնել ստանալ այլ ուղղակի ամերիկյան օրենքը պետք է որ ներկայացական դունը եւ սենատը բալադը երկուսն էլ պետք է ընդունեն օրենքը մեծամասնության ցայնով եւ բառնագությունը օրենքին է որ կոնգրեսը ինքը այդ 7 դարին անդեսում է եւ օրենքի մեջ գրվում է որ հայերը իրավունք ունեն թեկուզ 110 տարի հետո կամ ավելի ցեղասպանության մասին հայց ներկայացնել ամերիկյան ֆեդերալ դատարան եւ բանջել իրենց իրավունքները եթե մենք հաջողենք այդ երկու բալատները անցնել օրենքը հետո այդ օրենքը կգնա ամերիկյան նախագահին որ նախագահը ստուակրի եւ նախագահը ստուակրի արդեն կդառնա օրենք եւ այդ ժամանակ մենք իրավունք ունենք գնալու դատարան եւ բացելու Թուրքիո կառավարության դեմ եւ բանջելու մեր իրավունքները Էլի բավական խրտին մի հարց է մասնակիտական հարց է չեմ ուզում ավելի խորանալ Հայաստանի իշխանությունները այսօր արդյոք խոչընդոտ չեն այդ բոլոր թվարկած ձեր քայլերի իրականացման գործում Բարեբախտաբար այսինքն այստեղ երկու տարբեր հարցեր կան մեկը լավ մեկը վատ վատը այն է որ վերջին 1-2 տարիներին անընդհատ լսում ենք տեսնում ենք որ Փաշինյանի շրջանակը Փաշինյանը ինքը անընդհատ խոսում են շատ արդարոց զարմանալի հարցումներ են հարցնում թե ինչ է եղել, ինչու է եղել, երբ է եղել, հետո իր աչագեսները մեկը Անդրանիկ Քոչարյան, որ ասկան ժողովի անդամ է, մի քանի ամիս առաջ ասաց որ պետք է մեկ հաշվենք թիակները թե ճշգրիտ քանի հոգի մահացել է ինչ որ լրիվ խայգատակություն է եւ ցավալի է որ 110 տարի հետո այս մարդը ուզում է թիակները հաշվել բոլորը թիակները փոշիացել են անշուշտ ոչ մի թիակ չկա ուրեմն բայց շատ հայտնի է որ Հայաստանի կառավարությունը իր գույր մորուցքը որ ունի որ իքին ամեն զողության անպայման ուզում է Թուրքիո հետ մդերմանալ Ադրբեջանի հետ մդերմանալ խաղաղության տաշնակիր սահման բացել եւ այլն այդ առիթով ինքը ուզում է շատ մեղմ ծավով արտահայտվել ցեղասպանության մասին ուղղակի չի ժխտում դեռ բարեբախտաբար դեռ չենք ասել բայց կարելի է մի օր էլ դեռ հասնենք վերջերս երբ որ Հայաստանի կառավարությունը հրավիրեց 10 թուրք ժուրնալիստներ Երևան եւ Փաշինյանը բարձրանեց ժողովրդի հարցումներին այդտեղ հարցնում էին թե ցեղասպանության հարցով սպառվելու է անցյալին Հայաստանը սպիրկը սպառվել է հիմա ինչ է ծեր բաբակը Փաշինյանը ասաց որ գիտեք ասաց մեր համար ավելի կարևոր է մեր դարաշրջանային հարաբերությունները եթե մի օդար երկիր ճանաչի ցեղասպանությունը էդի կարող է ինչ որ նեղություն պատճառի մեր հարևաններին մեզ ավելի կարևոր է մեր դարաշրջանի հարևանների այդ լավ գաբեր ունենալ ուրեմն շատ ցավալի մի իրավիճակ է որ Հայաստանի վարչապետը այսպիսի ելույթներ ունենում այսպիսի խոսքեր է ասում նսեմացնելով ցեղասպանության ճանաչումը իսկ մենք էլ փորձում ենք օդար երկրների կողմից ճանաչել դալ եւ ավելի անտին գնալով հադուցում պահանջել մենք արդարոցյան անշուշտ որ օդար երկրից պահանջում ենք ավելի բան քան թե Հայաստանի ղեկավարությունից բայց եթե այդ իմասած ծրագիրը իրականանա եւ կարողանանք հայց ներկայացնել ամերիկյան ֆեդերալ դատարան եւ դատարանը պետք ունենք մենք օգնությունը միջազգային իրավակետերի իրավաբանների միջազգային օրենքի իրավաբանների որ մասնակիտական հարցի ասի հрьяաները արել են մենք էլ պետք է հետևենք հрьяաների օրինակին եւ այդ հայցերը ներկայացնենք եւ այդ դատավորը ինովաս մեզ որոշում առնի ուրեմն այդ ժամանակ դատարանը
գբանչի Թուրքիո կառավարությունից, որ հադուցի հայոց կորուստների համար, իսկ եթե Թուրքիան մերժի այդ հադուցումը, այնադեն ամերիկյան կառավարությունը թադարանի հրահանգով իրավունք ունի արգրավելու բոլոր թրկական գալվազները, գումարները, ընկերությունները, շենքերը, հողերը, որ Թուրքիո կառավարության կպատկանին։ Եվ էդի ստեղծելու է մեծ պրոբլեմ Ամերիկայի եւ Թուրքիո միջև եւ ամբողջ աշխարհը իմանալու է այդ մասին, հետևելու են, որ դա շատ մեծ բան է, շատ ավելի իմաստալից եւ խորը քան թե բարձ ճանաչումը, որ ճանաչել են, հետո այն է, որ մենք բանջենք մեր իսկական գորուսները, այդ գորուսները մեր իսկական բանջներն են, ոչ թե ճանաչումը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սասունյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Okay, ամենայն սիրով։